Բարի երեկո հարգելի հեռուստադիտող, Արարատ հեռուստաընկերության եթերում բարև ես եմ հաղորդաշարն։ Առաջարկում եմ հարմարավետ տեղավորվել եւ հետեւել մեր հաղորդման ընթացքին, սպասվում է հետաքրքիր հյուր։ Սիրով ներկայացնեմ նրան եւ այսպես երաժիշտ ջութակար Սոնա Ազարյան, բարի երեկո։ Բարի երեկո Սոնա ջան։ Եվ նրա հրաշք որդիներից մեկը, որը առայժմ ի վիճակի է նա լինել այստեղ, բայց կարծում եմ առաջիկայում պատիվ եւ հնարավորություն կունենանք զրուցելու նաեւ փոքրիկներ։ Դանիել Ազարյանն է այսօր մեր տեղավարում։ Դանիել, Данечка, привет. Ողջույն։ Спасибо. Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար եւ երեկոն մեզ հետ կիսելու համար ու կուզեմ, կարծում եմ պարզ եւ արդեն շատ հնչած հարցից սկսել, բայց ամեն դեպքում Սոնա Ազարյանը, ով գեր ծանրաբեռնված է որպես երաժիշտ, որպես քաղաքացի, որպես կին, նաեւ երկու անգամ մայրանալու հնարավորություն է ստացել եւ այդ երջանկություն է, այո, զգացում է ապրել եւ հնարավորություն է տվել մեզ էլ երջանկանալու եւ ոգեվորվելու, հավատալու, որ հնարավոր է երկու երեխա ունենալու հետ մեկտեղ նաեւ լիարժեք ծավալուն աշխատանքային դրսևորում ներկայացնել։ Ինչն է ձեզ օգնում կամ ինչն է ձեզ տալիս վստահություն, որ եւ որպես կին կլինեք երջանիկ եւ լիարժեք, եւ որպես կատարող կլինեք լիարժեք, եւ որպես քաղաքացի կլինեք լիարժեք, ինչն է այդ ցնուցման աղբյուրը։ Հասկացա, Սոնա ջան, առաջինը երևի թե ապագան իհարկե ցույց կտա, հույս ունենամ, Աստված ձեր ձենելս ինչպես ասում են, որ այդպես էլ կլինի, իհարկե ես չէի կարողանա ինձ թույլ տալ երկու անգամ մայրության երջանկությունը զգալու, եթե չլիներ պատի նման, այսինքն ես ոնց որ այդ как закаленной стеной, да, ռուսերեն ասած, մայրիկս եւ մարդիկ, որոնք շատ են մեզ օգնում։ Համ մորալնա է ֆիզիկի եւ հոգեպես եւ ֆիզիկապես ֆիզիկապես այո իհարկե օգնությունը շատ կարեւոր է ամեն դեպքում նաեւ բավականին դժվար է որպես կատարող երաժիշտ այս ամեն ինչի հետ համակերպվելը որովհետեւ բեմը հիվանդություն է որը եթե մեկ անգամ զգում ես միանշանակ այլևս չես կարողանում հրաժարվել եւ կեցեք որ կարողանում եք այս բոլոր ուժեղ, բայց գեղեցիկ եւ խոստումնալից հարվածներին դիմանալ, որովհետեւ սրանք ի վերջո հարվածներ են եւ ծանրություններ։ Կուզեմ անդրադառնանք ստեղծագործական գործունեությանը եւ Դань, чуть потише солнце։ Ես կուզեմ հասկանալ որն է առանձնահատկությունը երաժշտի եւ որն է այն կարեւոր Դանյուշ, солнце потише, чуть-чуть Շատ է սիրում նկարել ներողություն։ Դա իհարկե շատ արտիստիկ կերպար է, արդեն ձևավորվում, այնպես որ մայրիկի ու ընտրած ուղուց չի հեռացել։ Ամեն դեպքում որն է գաղտնիքը եւ որն է պատճառը, որ լինելով տեսակով անհատականություն, որը որպես մենակատար շատ վառ կեցված կերպար ունի, կարողանում է նաեւ որպես անսամբլիստ կատարյալ кերպով ներկայանալ եւ նվագախմբերում։ Вот это. Данюш, Дань, можно тебя попросить, солнышко? Потише, да, пожалуйста? Да. Давай мы с Соной поговорим. А то мы вообще друг друга не слышим. Хорошо? Я хочу, что вот это вам даст. Спасибо огромное. Можно тебя попросить, Данюш? Это дай мамочке. Спасибо, Махаша. А теперь иди, только, пожалуйста, тихо, да? Тише, тихо себя веди, а то мы не слышим. Обещаешь? Спасибо, спасибо, ласточка. Теперь пойди порисуй, только тихо, ладно? Անդրադառնանք ուրեմն ձեր մասնագիտության ընտրությանը եւ դրսևորման տեսակին։ Լինելով վառ անհատականություն, ով որպես մենակատար պարբերաբար ներկայանում է, արժանացել է բազմաթիվ միջազգային մրցանակների, որքան գիտեմ, եւ հանրապետական մրցանակների, այսինքն անհատի բերկրանքը բեմում լինելու զգացել է։ Բայց դրա հետ մեկտեղ կատարելապես տիրապետում եք անսամբլիստի բոլոր այն գործիքներին, որոնք անհրաժեշտ են լավագույնս ներկայանալու համար եւ նվագախմբերում նույնպես ունենալով այդ ունակությունները դրսևորվում եք։ Ինչպես եք կարողանում այդ ամենը համադրել եւ տալիս է արդյոք, քանի որ նախնական երաժշտական կրթությունն է եւ նաեւ բարձրագույնը սկզբնական շրջանում այստեղ եք ստացել, տալիս է արդյոք հայկական մշակութային արվեստի դպրոցը հնարավորություն այդքան բազմարշետ դրսևորվելու։ Որովհետև նաև կա հայկական առանձնահատկություն, չէ, անհատականության գործում այսպես ասել, սոլոյում, բայց հասկացա Սոնա ջան,
Գիտեք, ես ուղղակի մանկուց շատ սիրել եմ այդ ճուստվը լոկցը, ներողություն մեկ-մեկ ռուսերեն ասեմ, որտեվ երկար տարիներ Մոսկվայում ապրելուց հետո նկարաբար որոշ հայերեն բառեր մոռանում եմ 1080։ Ես կարծում եմ հեռուստադիտող ըմբռնումով եւ նաեւ բարբերաբար հաճույքով կլսի, որովհետեւ վերջի խորհրդային տարիների մնացորդները դեռևս կան։ Եվ Փարքաստոյի միջալոց իրանց սերունդում էլ կան ընտանիքներ, որտեղ դեռ իհարկե ես այո կրթություն ստացել եմ Հայաստանում եւ իմ բախտը շատ է բերել, որ իմ դասատուն եղել է այդպիսի վառ մի մարդ ուղղակի մեծատարով, ինչպեսի Էդվարդ Թաթևոսյանն է, որը դուք ինքներդ գիտեք Սոնա ջան, фантастик солист է եւ առաջի ջութակն է։ Можешь мой батец, не перебивай, пожалуйста. Ты не хочешь? Тихо. Ты не хочешь чай? Потом мамочке тоже принесем. Подняться. Хорошо, поднимайся. Я хочу подняться. Да, только тихо, только тихо. Սոնա ջան, իհարկե այո ես կրթությունը ստացել եմ Հայաստանում, իմ բախտը շատ է բերել։ Привет, Данечка։ Իմ բախտը շատ է բերել նրանում, որ իմ դասատուն Էդվարդ Թաթևոսյանն էր, որը գիտեք ինչպես մեծ սոլիստ եւ նաեւ Կոմիտաս Քարյակի առաջի ջութակ, այսինքն Да. Чтобы не упасть. Молодец։ Եվ իհարկե նվագախմբերում աշխատելը բավականին փոքր տարիքից ինձ թվում է այդ կամերային անսամբլի զգացումը միայն ուժեղացրել է։ Մեկը մյուսին այսինքն չի խանգարում։ Չէ, ինձ թվում է միայն կարող է օգնել։ Միգուցե ինչ որ բաներում կարող է ավելի շատ ժամանակ ես կարողանայի տրամադրել իմ սոլոին, բայց ի վերջո ես համարում եմ ինչպես Եվրոպայում, այսինքն բոլոր սոլիստները կամեր մուզիկ պարտադիր անցնում են։ Դուք շատ ճիշտ նկատեցիք, որ դա մի քիչ ազգովի տենց գիծ է, որ դա առանձնահատկություն է։ Իսկ եթե դպրոցի մասին խոսենք, դպրոցը տալիս է այդ հնարավորությունը լիարժեք արտիստ եւ երաժիշտ լինելու։ Հայկական դպրոցը։ Այո, երաժշտական դպրոցներն ու հատկապես կոնսերվատորիան, որովհետեւ հիմնական, այսպես ասած, արտադրամասը այդ երաժշտանոցն է։ Սա ջան, ինձ թվում է, որ անշուշտ, որտեվ եթե sense նայենք, ուղղակի թե ռետրոսպեկտիվայով, թե հիմա էլ ինչքան հայկական ազգանուններ, որոնք սկսել են հենց մեր թե դպրոցներից, թե բուհից հնչում են աշխարհի բոլոր բեմերից այդ անունները եւ ինձ թվում է ես հույս ունեմ, ավելի շուտ ես վստահ եմ, որ դա կշարունակվի։ Смотри, Борюрик играет с яблоками. Да, солнышко. Եթե խոսենք խորհրդային դպրոցի եւ ներկայիս անկախ Հայաստանի արդեն ձևավորված եւ արդեն տարիների փորձառություն ունեցող դպրոցի հետ երաժշտական կոնսերվատորիայի մասին ենք խոսում, կան արդյոք փոփոխություններ եւ ունենք արդյոք սերունդ, որը կկարողանա փոխարինելու այն սերնդին, որը ինչպես նշեցիք տվել է այնպիսի մեծություններ, որոնք այսօր աշխարհում դրսևորվելու հնարավորություն եւ մեծ հարթակ են ստանում նույնիսկ։ Սա ջան, ինձ թվում է դա մեր սերունդի պարտականությունն է, պարզապես, որտեվ իհարկե անհնար է, ուղղակի անհնար ծանր է վիճակը նրանից հետո, երբ մահացան այնպիսի մեծություններ, ինչպիսի Վիլի Ուգանեսվիչ Մոկացյանն էին, հա, կարող ենք շարունակել, շատ տխուր ցուցակ կլինի, բոլոր, ոչ միայն ես որպես ջութակահար եմ իր անունը նշում, ինձ թվում է բոլոր մասնագիտուց կաֆեդրաները այդպիսի կորուստներ ունեցել են, Գերոնցի Թալալյանը, ու ինձ թվում է, եթե ինչ-որ, այսինքն մենք պարտավոր ենք, որպես վերջի սերունդ իրենց աշակերտների, փորձենք այդ տրադիցիաները պահպանել ու կրկնվեմ, որ միայն ժամանակը կարող է ցույց տա, դա ստացվեց մեզ մոտ թե ոչ։ Ժամանակից զատ, իսկ եթե համատություններ անցկացնենք այսօր արդեն, ժամանակին խորհրդային տարիներին Լարային դպրոցը տարածաշրջանում ամենաուժեղներից էր։ Դաշնամուրային դպրոցը, եթե ոչ առաջինն էր, երկրորդն էր միանշանակ։ Կոմպոզիտորական հզորագույն դպրոց ունեինք, որոնք որպես մեծություններ մնացին։ Այ ուզում եմ փոքրիկ համատություն անցկացնենք, հա։ Ունենք փողային դպրոց հասկացություն, կարծում եմ չունենք եւ խոսենք անպայման այն աշխատանքների մասին, այո, որոնք իրականացնում եք այդքան մեծ զբաղվածության մեջ, բայց ամեն դեպքում կարողացել է Լարային դպրոցը պահպանել այն հարթությունն, բարձրությունը, որը ուներ, դաշնամուրային դպրոցի մասին խոսենք եւ կոմպոզիտորականի։ Փողայինի մասին մի փոքր ուշ խոսենք։ Լարայինը ինձ թվում է այո,
որտեղ գիտեք, եթե համեմատել սովետական ժամանակների հետ, ես որպես սովետական երեխա կարող եմ ասեմ, որ իհարկե ինչքան դժվար էր մեր գործը, ավելի շուտ մեր ծնողների գործը, նրանում, որ օրինակ ես սովետական ժամանակ գնում էի շատ հաճախ ինչ-որ մայստեր-կլասերի, մրցույթների եւ ես հիշում եմ երբ որ դու վստահ չես քեզ օվիրը կթողնի թե չէ, հա, այսինքն այդ անհնար սիտուացիան երբ որ քեզանից չէր դա, ընդհանրապես կախված ոչ քո դասատուից, ոչ քո պատրաստվածությունից։ Իհարկե հիմա շատ ավելի ես համարում եմ երիտասարդության գործը ավելի հեշտացել է, որտեվ դու կարող ես հենց ինտերնետում այդ ուրեմն լրացնես այդ զայավկա, կոչեցյալը։ Համաձայն եմ, բայց այն ժամանակ կային ընտրյալներ, իսկ այսօր կան ընտրյալներ։ Իսկ համարում եք դուք Սոնա ջան հարցին պատասխանեմ արդար, երբ որ պիտի անպայման դու սկզբից մի հատ մրցույթ շահեր, այսինքն ցույց տայր, որ դու լավագույնն ես քո բուհում, հետո քո հանրապետության մեջ, հետո Մոսկվայից որոշեին դու իրավունք ունես ներկայացնես քո քաղաքը թե ոչ։ Հիմա իհարկե ավելի արդար է միգուցե, որ եթե դու ունես հնարավորություն, վստահություն եւ ֆինանսական հնարավորություն գնալ մրցույթի կամ նամանած մայստեր-կլասերը, որոնք շատ ավելի շատ օգուտ են բերում մեր գործում, խնդրեմ, ճանապարհը բաց է։ Բայց այս դեպքում բաց է այն մարդկանց համար, ովքեր ունեն համապատասխան ֆինանսավորում։ Դե ինձ թվում է, որ առաջին դա այդպես անհնար առավելապես բաց է նրանց համար, ոչ թե միանշանակ, այլ առավելապես։ Բայց մյուս կողմից sense մի հատ էլի ռուսերեն տենց ասացված կա помогать надо талантливым, потому что бездарности пробьются сами։ Ու փառք Աստծո, որ հիմա իրոք տալանտը помогают, այսինքն ես բազմաթիվ դեպքեր գիտեմ, երբ որ հայ մեծենատներից նրանք կան փառք Աստծո, հա, մոնտաժի տրադիցիաները ինչ-որ մարդիկ կան, որոնք շարունակում են նրանք։ Եվ օգնում են ստիպենդիաներին հատկացնում ինչ-որ փոքրիկ գրանտեր, ասենք գիտեմ դեպքեր, երբ որ նույնիսկ այդ Դիլիջանի բացված դպրոցում հայ տաղանդավոր ուսանողներին օգնում են մեր հայ Դե ես կարծում եմ, որ Ռուբեն Վարդանյանը այն բացառիկ անհատականություններից է, ով իսկապես շատ երկար մասշտաբային ծրագրեր է անում եւ անպայման կրթական ծրագրեր է անում, կրթության զարգացմանը, բայց այդպիսի մարդիկ շատ քիչ են։ Իսկ արվեստում դրսևորվող տաղանդաշատ մարդիկ բավականին շատ են, հատկապես Հայաստանում, դա երևի, չգիտեմ, օդն է, ջուրն է, բնակլիմայական պայմաններն են, բայց շնորհաշատ մարդիկ իսկապես շատ են։ Դաշնամուրային դպրոցից չխոսեցինք, հա, թե ընդհանուր փաստորեն այո, ավելի շատ ընդհանուր դպրոցների մասին։ Որպես դաշնակահար դուք պիտի ասեք։ Ես կարծում եմ, որ իսկապես շնորհաշատները շատ են, բայց մի փոքր հնարավորությունները ավելի սահմանափակվել են երաժիշտների համար։ Միգուցե խորհրդային տարիներին իսկապես գրաքննություն կար, բազմաթիվ փուլեր կար, որ պետք էր անցնել, բայց ամեն դեպքում գնալու համար ինչքան բարձր է։ Բայց ամեն դեպքում գնահատանքը արժանավորին էր։ Հակառակ ունեք ֆինանսական գնահատանք։ Ֆինանսական, թեկուզ տարբեր տեսակի հռչակումներ, տարբեր տեսակի մրցանակներ։ Ավելի բարձր դա ստանալը միգուցե եւ դա ավելի շատ ոնց որ պատիվ էր բերում։ Եվ արժանավորներն էին ստանում։ Նվագախմբային մտածողություն հասկացություն արդյոք Հայաստանում ձևավորվել է, ունենք ըստ ձեզ դիրիժորական դպրոց, որովհետև ձեր փորձը շատ մեծ է։ Կամերային նվագախումբ, սիմֆոնիկ նվագախումբ, երիտասարդական նվագախումբ, Ռուսաստանում Բաշմետի ղեկավարությամբ ինչպես էր կոչվում նվագախումբը։ Նովոռոսիա, Նոր Ռուսաստան, պետական սիմֆոնիկ նվագախումբ աշխարհում։ Այսինքն փորձը բավականին մեծ է եւ համատելու եզրերը նույնպես։ Ունենք արդյոք դիրիժորական դպրոց, ունենք արդյոք այսօր նվագախմբային մտածողություն հասկացություն։ Եվ որն է պատճառը, որ այդ ոլորտը կարծես թե ամենաաղմկահարույց ոլորտն է։ Պարբերաբար անհատականությունների ինչ որ բախումներ եւ խոսակցություններ են լինում։ Ես շատ եմ շնորհացավում, երբ որ հետևում եմ թե Ռուսաստանից, թե Հայաստանում գտնվելով այդ պատմությունները, որտեվ կներեք միգուցե սլենգի նման հնչի, բայց մի բուր ազգենք էլի ամոչի, ընդ որում ես բոլոր այդ տարբեր լագերներին գիտեմ իմ թե իրանց մանկությունից ու բոլորը իրանց շատ լավ կողմերը ունեն եւ իրոք ցավալի է, երբ որ այտենց համերաշխ չեն կարողանում կոլեկտիվները կամ ավելի շուտ իհարկե կոլեկտիվների մեջ խնդիրը չի, այլ իրենց ղեկավարների, հա, որտեվ բոլորի մասն էլ շատ լավ բաներ կարող եմ ասեմ։ Իսկ Սերգեյի նվագախումբը այդ երեխաները ես ախր երջանկություն եմ ունեցել անցյալ տարի բազմաթիվ իրանց համագործակցել եմ բազմաթիվ պրոյեկտների մի դեմին եւ իրոք ֆանտաստիկ երեխաներ են ու շատ ուրախ եմ որ այդպիսի ուղղակի հայտնություն է Հայաստանում այդ նվագախումբը եւ
ապրի Սերգեյը, որ մնացել է Հայաստանում։ Եվ հուսանք, որ կշարունակի մնալ եւ կշարունակի զարգացնել, որովհետեւ իսկապես միտքը լավն է։ Ինչքան շատ նվագախումբ, ինչքան շատ լավ այդպիսի պարանհատներ միայն մեր փառք ու պատիվ երկրի։ Այդքան մեծ կլինի մրցակցությունը եւ հնարավորությունը զարգացման։ Մի հարց կարելի է տալ ձեզ Դանիել։ Даня, Можно тебе вопросик задать? Повернул туда. сейчас свой задаст. Дань, Так надо. Что Сона можно спрашивает? тебе вопросик задать? Что? Один маленький вопросик можно задать? Да. Да? Вот какое ты исполнение мамочки любишь больше всех? Когда ты любишь, мама играет одна на сцене? или Маму, тату, Альвину и Луизу. Там Всех перечислил, любишь, кого молодец. А любишь, когда мама на сцене бывает и играет? Идешь на концерты? Ты ходишь на меня на концерты на мои? Аплодируешь? Между прочим, Даня разбирается в нотах, он знает все ноты, и он иногда даже визуально, когда он видит в современной музыке странные значки, он может сказать: мама, а что это за знак? Недавно меня порадовал. Молодец, молодец. А ты решил, кем ты будешь, когда вырастешь? И кем будешь? Виолончелистом. Виолончелистом. Наконец-то ты определился. Молодец. Что иногда он бывает крутым рокером и гитаристом. Քանի որ մենք իր հետ փոքրիկ տնցրություն ունեցանք եւ ռուսերեն լեզվով, մենք հերոստատիտողին նաեւ ապացուցենք, որ մենք հայերենին տիրապետում ենք։ Ես կխնդրեմ, որպեսզի դեղնած դաշտերինը անպայման բարձրաձայնես։ Խնդրում եմ նորմալ նստի առաջի հերթին։ Մի հատ խնդրում եմ բոլորը, որպեսզի լսեն։ Թումանյան պետք է իհարկե նորմալ նստած կարտա։ Давай. Լսում ենք քեզ ուշադիր։ Денечка. Я Догнать. могу с тобой рядом. Хорошо, сядь. Сядь нормально. И Как прочти, взрослый. Как взрослый сядь. Давай. И прочти Дегнас Даштерин. Давай. Դիգնած զաշտերին իջել է աշուն, անտարը կրկին ներկել է նախշուն, պաղպաղ մեկի հետ, պչում է խամին, կշուն տամին, տերևը դեղին։ Բրավո։ Ապրես։ Ապրես։ Հետաքրքիրն այն է, որ շատ երաժշտական ռիթմիկ ասք էր։ Խոսքը շատ ռիթմիկ էր, դա արդեն խոսում է, այո։ Ջուրչի։ Խոսում է, որ իսկապես շատ լավ թավջութակար է լինելու, քանի որ ընտրությունը արդեն կատարել է։ Ես կուզեմ խոսենք անպայման Միրզոյան Քարյակի մասին, որովհետև կարծում եմ, որ դա թեպետ նվագախմբերից քիչ խոսեցինք, բայց կանդրադառնանք, կարծում եմ, որ դա իսկապես մեծ աշխատանք է եւ կարեւոր աշխատանք է, որը իրականացրել եք, այդպիսի մեծության մարդու անունը բարձր պահելը եւ հնարավորություն տալը աշխարհին ծանոթանալու նրա երաժշտության հետ նաև Քարյակի միջոցով կարծում եմ իսկապես մեծ եւ կարեւոր աշխատանք է։ Եվ որքան գիտեմ, այդ ամենի հիմքում կանգնած եք դուք, որովհետեւ եւ որպես երաժիշտ եք ներկայանում, հա, որպես երկրորդ ջութակ եւ բացի դա նաև որպես պրոդյուսեր։ Խոսենք ինչ է պատճառ հանդիսացավ, որ որոշեցիք հենց Միրզոյանի անվան Քարյակ ձևավորել։ Դեք դա նենց հետաքրքիր պատմություն է, դա ինքնստքյանց այդպես ստացվեց։ Երևի թե դա պիտի անեինք ավելի շուտ։ Երբ որ Էդվարդ Միխայելը մեզ հետ էր, այո դե, բայց դա ստացվեց այսպես, որ ես 1.5 տարի մոտարպես աշխատեցի ֆիլհարմոնիկ նվագախմբում, երբ որ Դանիայի հետ սեկրետ, առաջին սեկրետի ժամանակ։ Ես спасибо, Денечка։ Եվ երբ որ ընդմիջման ժամանակ, սուրճ խմելու ժամանակ ես ու իմ ամենահարազատ ընկերները, ովքեր հիմա անդամներն են եւ ոգին կոլեկտիվի Արամը, Վահանը եւ Արմենը, ասենք երեխաներ տղաներ, իսկ միգուցե փորձենք նորից, հա, քանի որ մենք 92 թվից ենք իրար հետ նվագում տարբեր քարյակներում, տարբեր կոլեկտիվում, այսինքն մենք Միրզոյան Քարյակը, այո, փորձառությունը 92 թվից կարելի է սկսել հաշվել։ Եվ երբ որ որսինք, որ կարող ենք նորից փորձել իրար հետ միանալ եւ այս անգամ պետք է մեզ օֆիցիալ անվանում։ Արդեն որը կմնա մեզ հետ եւ ում անվան ես նույնիսկ չեմ հիշում, որ մեկս ասեց։ Իհարկե Միրզոյան Քարյակ։ Քարյակի կարևորությունը ոչ միայն լավ երաժիշտների համախմբումն է, ոչ միայն բազմա ժանր ստեղծագործությունների ներկայացումն է, այլ նաև այն բարեգործությունը, որին ուղղորդում եք նաև ձեր ուժերն ու ջանքերը։ Եվ բարեգործությունը ոչ միայն նյութական է, այլ նաև շատ մի կարևոր բեռ եք վերցրել ձեզ վրա, որքան գիտեմ Հայաստանում 13-րդ դպրոցի, չէ, գիշերօթիկ դպրոցի, որը
փողային նվագարանների զարգացումն է ապահովում այսօր Երևանում, այդ դպրոցին աջակցում եք եւ աջակցում եք ոչ միայն նյութապես, այլ պարբերաբար կարողանում եք իրենց համար նոր գործիքներ հատկացնել այստեղից այնտեղից հայթայթելով բոլորս էլ գիտենք, որ այսօր մշակույթի արվեստի մարդը ունի այն վաստակի միջոցները, որոնց միջոցով կկարողանան նաեւ գործիքների հարցերը լուծել, այո։ Նախ ըստ ձեզ, որքանով է այդ մշակույթը այսօր Հայաստանում ձևավորված եւ զարգացող։ Փողային է Սոնա ջան։ Չէ, մշակույթը բարեգործության արվեստի զարգացումն ապահովելու համար։ Եվ ինչու եք ընտրել հենց 13 դպրոցը։ Սոնա ջան, ինձ թվում է, որ գնալով զարգանում է, ինչը չի կարող շատ ուրախացնել իհարկե, ընդ որում շատ տարբեր ասպարեզներում էլ բարեգործությունը արդեն պրոֆեսիոնալ հիմքերի վրա ոնց որ թե կանգնում, իսկ 13-րդ դպրոցը դա իհարկե մի շատ հետաքրքիր մարդ ուղղակի ամենազարմանալի մարդկանցից մեկը, որին ես հանդիպել եմ այս կյանքում, Արնո Բարխուդարյանի փոխտնօրենի շնորհքն է, միմիայն, որտեղ այդ մի շատ պայծառ։ Այո, երգիչ է եւ Չեկիջանի կապելայում է աշխատում, ու Արնոին արդեն գիտի երևի ամբողջ երաժշտական Ռուսաստանը, կարող եմ ասեմ, որպես մի հատ շատ պայծառ անձնավորություն, կրիստալն է, չեսն, բյուրեղային մակրության եւ ազնվության մի մարդ, որը ֆանատիկորեն լավ իմաստով այդ երեխաների համար անում է ամեն ինչ եւ մի անգամ ինքը երևի դա 2009 թիվներ կարծեմ գրեց ինձ Facebook ցանցում Սոնա ջան կարող ես շնորհավորես մերոնք հաղթեցին բոլոր առաջի մրցանակները ասի Արնո ջան ձերոնք ով են եւ ինչը հաղթեցին պարզվեց որ ես լրիվ աչքիցս վրիպել էր որ ինքը փոխտնօրեն այդ դպրոցի եւ իրոք ինչպես միջև օրս այդ շատ տաղանդավոր երեխաները հաղթում են բոլոր մրցույթները եւ ոչ միայն հանրապետական եւ նրանք բոլոր բյուջետային տեղերն են միշտ վերցնում որտեվ իրանք իրոք շատ ուժեղ են եւ հետո ես երբ որ այսպես ասած խորացա մի քիչ այդ հարցը այդ գիշերօթիկ դպրոցի պատմությունը առաջինը պարզվեց որ մի մարդ է տնօրեն է եղել շատ շուտ երբ որ նոր ստեղծվել էր երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այդ դպրոցը Յակով Միխայելիչ Տեր-Ոսկանյանը հայտնի դիրիժոր գիտեք օպերային թատրոնի մեր Երևանյան եւ հետո ես մի անգամ այցելեցի եւ ես ուղղակի ցնցված եմ առաջինը իհարկե բավականին վատ պայմանները երեխաների ապրել եւ այն ջանքերը որոնք Արնոն կրկնվեմ գործադրում է եւ հետո մենք իմացանք որ օրինակ հոբոյի դասարան այն ժամանակ չկար եւ այստեղ պետք է մեծ շնորհակալություն հայտնեմ Սոնա ջան ֆանտաստիկ մի շարք մարդկանց եւ երաժիշտների շատ հայտնի ինչպիսին է Ֆիլիպ Նոդելը հոբոյիստ Ռուսաստանից որը առաջի անգամ նորից տարի հայտնվեց Հայաստանում Մարիա Ֆեդոտովան Ֆելիքս Կորոբովը որը գլխավոր դիրիժորն է գեղարվեստական ղեկավարը Ստանիսլավ Սկունիմիրովիչի թատրոնի երաժշտական թատրոնի եւ Աննա Սամուել օրինակ օպերային Դիվան Բերլինի որի միջալոցի դեպ առաջում ջութակահարուհի էր Ես ասեմ, որ կարծեմ, որ ներողություն որ ընդհատում եմ, բայց բոլոր այն օպերային երգիչները, ովքեր ոչ բոլոր, բայց ամեն դեպքում այդպիսի միտում է նկատվում, որ տաղանդավոր եւ մեծ հաջողությունների հասած օպերային երգիչները հիմնականում որպես երկրորդ մասնագիտություն են ընտրել երգեցողությունը։ Այո։ Անպայման ինչ որ գործիքի տիրապետում են։ Այո, ասացի Ստանիսլավ Սկունիմիրովիչ Դանչենկոյի թատրոնի գեղարվեստական ղեկավարը Ֆելիքս Կորոբով դեպք շատ լավ թավջութակահար է, կվարտետիստ եւ նա Ռաֆայել Դավիդյանի լավագույն աշակերտներից է եղել։ Եվ այդ կապերը Հայաստանի հետ, հայ երիտասարդների հետ երևի Ֆելիքսի համար արժեք ներկայացնում է։ Փաստորեն բարեգործությամբ նույնպես զբաղվում եք եւ տալիս եք հնարավորություն մեկ այլ հարթակի զարգացման, քանի որ անկախ Հայաստանը կարծես թե տնտեսական, սոցիալական խնդիրներից ելնելով ելքի եւ զարգացման հնարավորությունը կորցրեց մի որոշ ժամանակով։ Ձեզ նման երիտասարդների միջոցով այդ կապերը վերականգնվում են եւ հարթակները ել ավելի առողջանում եւ զարգացման հնարավորություն են ունենում։ Իսկապես մեծ աշխատանք եք անում։ Բացի դա, խոսենք նաեւ ծրագրերից։ Այսինքն Միրզոյան Քարյակը հնարավորություն ունի արտերկրում ներկայանալով, իսկ ես գիտեմ, որ շրջագայություններն ու համերգները շատ են, ներկայացնելու նաև հայ կոմպոզիտորական դպրոց։ Անպայման, առաջի հերթին դրա համար ենք ստեղծել։ Հիմա եկանք հասանք կոմպոզիտորական դպրոցին, որից խոսեցինք, որ խորհրդային տարիներին ունեինք մեծագույն, մեծարանքի արժանի կոմպոզիտորներ, այսօր կոմպոզիտորական դպրոցը ինչպիսի վիճակում է եւ տեսեք, Քարյակով ներկայանալը դա ծախսատար է, բայց ոչ այդքան ծախսատար
կատար, որքան նվագախմբով։ Իհարկե։ Արդյոք ունի հնարավորություն կոմպոզիտորական դպրոցը լիարժեք զարգացման, որովհետև եթե ստեղծվում են կվարտետներ, դրանց կատարման հավանականությունը շատ մեծ է եւ կարելի է կենթանության օրոք կոմպոզիտորը կունենա հնարավորություն լսելու իր ստեղծագործությունները, բայց սիմֆոնիաները, օպերաները, հատկապես բալետները չունեն տեղ զարգացման։ Ինչպես կգնահատեք կոմպոզիտորական դպրոցը եւ արդյոք կան այդ գեղեցիկ ավանդույթների շարունակողները։ Այո, Սոնա ջան, ուրախ եմ նշելու, որ այո, ես մամի կողմ թողնեմ իհարկե մետրների անունները, հա, այսինքն Հարությունյան, Միրզոյան, Մանսուրյան, եւ մի շարք անուններ երիտասարդների կարող եմ տամ, բայց հիմա կուզենայի մեկին անդրադառնալ, որի շնորհիվ իմիջիայլոց նաեւ 14 թվին Հայաստանը մի մեծ միջազգային մրցույթ շահեց մեր ուրեմն Միրզոյան Քարյակի իհարկե նաև շնորհքներ, որտեղ մենք մեկնեցինք Ռուսաստան, Կալուգա եմ կոմպոզիտոր 21 վեկը, ինչպես դու կոնկրետ գիտես, ես գիտեմ այդ Հայաստանը Միրզոյան Քարյակը շահեց առաջին մրցանակը, եւ մենք ներկայացինք, մենք ռիսկի էինք դիմել, քանի որ ես կարծեմ դրա մասին մի անգամ ասել եմ այդ ինտերվյուում, ու մեծ հաճույքով կասեմ, որ մենք այդ ռիսկը դրանում էր, ուրեմն որ մենք անսամբլն ամենացած մրցույթի մասնակից, չէ, երիտասարդներից մեկի ստեղծագործություն։ Ոչ միայն որպես կոլեկտիվ էինք այդ մրցույթին ուզում ներկայանալ, այլ ներկայացնել մեր ասած կոմպյուտերական շկոլան, դպրոցը հիմիկվա։ Եվ մենք տարել ենք շատ բարդ իրոք ստեղծագործություն Մարտին Ուրիխանյանի Seven Deadly Sins, 7 смертных грехов, տեխնիկապես դա շատ բարդ ստեղծագործություն է, ֆանտաստիկ հնչողություններ, այնտեղ ուղղակի նենց բաներ կա, որ ուղղակի ինձ թվում է պիտի լսես մի քանի անգամ ու հասկանաս, որ դա իրոք երաժշտություն է, որ կմնա։ Եվ շատ հիմա ուրախ եմ, որ ուրեմն այդ ստեղծագործությունը հիմա կատարելու է այս գարնանը։ Իմ Քարյակը, իմ ուրիշ Քարյակը։ Вот, солнце, давай мой чай будешь пить. Да, я не пила его. Բանրանում է, որ Согласен? Да? Договорились? Скажи спасибо. Умника. Нет, не переливай. Нет, переливать не надо. Я не трогала чашку. Это уже твоя чашка. Так, спасибо. Շատ ուրախ եմ, որ այժմ այս գարնանը ուրեմն կատարելու է Մարտին Ուրիխանյանի այդ ստեղծագործությունը մի ուրիշ իմ Քարյակ, ուրեմն ես Ռուսաստանի պետական նոր Ռուսաստան նվագախմբում ստեղծել էի մի կամերային անսամբլ, մի Քարյակ։ Նշենք, որ 10 տարի շարունակ, 12 տարի շարունակ, փաստորեն ծառայում եք նաև ռուսաստանյան մշակույթի եւ արվեստի զարգացմանը, կարծում եմ ինչը շատ կարևոր եւ գնահատելի աշխատանք է։ Շնորհակալություն։ Եվ այդ Քարյակում ես առաջի ջութակ եմ, հիմա մի շատ լավ աղջիկ ինձ ուրեմն փոխարինում է առաջի ջութակի եւ այսպեսի մի շատ լավ տրադիցիա կա, ուրեմն Մոսկվայի ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում գույցն է աբոնեմենտ Սալիստը Նովոյ Ռոսիի։ Եվ իմ Քարյակը արդեն բազմաթիվ տարիներ այդ աբոնեմենտը տարվա մեջ մի քանի համերգ տալիս ենք, Միրզոյանի Քարյակը արդեն իհարկե կատարել ենք։ Եվ այս գարնանը ուրեմն Մարտին Ուրիխանյանի այդ ստեղծագործության հերթն է։ Եվ ես իհարկե մեծ հաճույքով կհետևեմ դրան եւ պատրաստ եմ ասացի իմ աղջիկներին, որ պատրաստ եմ խորհուրդներով։ Ձեզ օգնեմ, քանի որ արդեն այո։ Անցել եք այդ ուղին։ Եվ Մարտինի հետ էլ կծանոթացնենք։ Փաստորեն կոմպոզիտորական դպրոցի զարգացման համար նույնպես նպաստավոր պայմաններ ստեղծվում են եւ ստեղծողներից մեկը նաեւ դուք եք ակտիվ լինելով։ Այդ դեպքում նորից անդրադառնանք ոչ թե սիմֆոնիկ նվագախմբերին կամ նվագախմբերին, եկեք անդրադառնանք հանդիսականին ու ունկնդրին։ Ժամանակին խորհրդային տարիներին հատնտիր էր ակադեմիական երաժշտության ունկնդիրը, պարտադիր պատրաստված էր եւ իրական գնահատողներ։ Այսօր շատ հաճախ համերգներին, որոնք որակյալ չեն, նվազ որակով են ներկայանում երաժիշտները, մենք կարող ենք լսել բրավոներ, բարձր ծափահարություններ, իսկ այն երաժիշտները, ովքեր իսկապես արժանի են մեծ գնահատանքի, կարող են կիսադատարկ կամ նույնիսկ երբեմն դատարկ դահլիճներում համերգներով հանդես գալ։ Կարող եք ինձ ասել, որն է այսօրվա բարձր որակի երաժշտության չափանիշը։ Ինչպես կարող է մարդ, ով չի տիրապետում ակադեմիական երաժշտության, ճիշտ կողմնորոշվել, արդյոք սա որակյալ երաժշտություն էր, թե ոչ, լավ պատրաստված երաժիշտեր թե ոչ։ Այսինքն որն է այդ չափանիշը, որը կարող է ներկայացնել բարձրորակը։ Ինձ թվում է ի վերջո միայն քո ճաշակն է չափանիշ, այսինքն հավանում ես դու թե ոչ։
միայն այդ է երևի։ Եթե ինչ-որ մեկը ուզում է զարգացնել իր ճաշակը, երևի իրոք անունները, ռեյտինգները ինչ-որ տեղ կապ ունեն։ Բայց չէ՞ որ այսօրվա անուններն ու ռեյտինգները շատ հարաբերական են եւ երերուն։ Այսինքն շատ հաճախ մեծ ռեյտինգ ունեցող Կրոնոս Կվարտետի, ասենք, կամ Յուրի Աբրամովիչի, կամ Վլադիմիր Տեոդորովիչի համերգները միևնույն է Լեփլեցուն են, այսինքն դա կարելի է համարել ռեյտինգ, հա։ Չէ, բայց Լեփլեցուն են ինչպիսի ունկնդրով։ Հիմնականում գալիս է այն ունկնդիրը, որը լսել է պարզապես այդ անվան մասին կամ այդ քարյակի մասին կամ չգիտեմ։ Եթե ինքը ուզում է իր ճաշակը զարգացնել, ինքը կարող է տոմս գնի, եթե կարող է իրան թույլ տալ, բոլոր դեպքերում on նիվնակլաձ է, այսինքն դա ճիշտ քայլ է։ Միանշանակ կարող եմ ասել, որ իրենց ճաշակը չի զարգանում, բայց այն մարդիկ, ովքեր սիրահարն են, մնում են դրաների ետևում, սպասումով թե երբ կլինի հնարավոր։ Ամեն ինչ ցույց կտա։ Այսինքն այն երաժները, որոնց մասին, հա, դուք ասացիք, Սոնա ջան, որ իրոք լավ կատարողներ եւ կիսադատարկ են, ինձ թվում է իրոք վառ անհատականությունը, ի վերջո մեկը իր այդ ինչ որ բարձունքին կհասնի եւ կլցնի։ Դա չէ, որովհետեւ մեկը կգան մի քանի հոգի, եւ մյուս անգամ մի քանի հոգի ընկերներից կբերեն։ Ափսոս, որ ֆինանսական է, իհարկե, այդ հոնորար գնարարնա պոլիտիկա կոչեցյալը, իհարկե, դա շատ ավելի երկար։ Ժամանակ պահանջող երևույթ է։ Մի հատ բարդ տենց կիսամաֆիոզնի ստրուկտուրա երևի այդ ամեն ինչը, բայց ունկնդիր միևնույն է կունենա։ Դե կարծում եմ, որ իսկապես խորհրդային տարիներին այնքան լավ էր մշակվել համակարգը եւ այնքան կրթվել էր հասարակությունը, որ երկար տարիներ դեռ այդ հասարակության մնացորդները կծառայեն որպես լավ եւ որակյալ գնահատող ունկնդիր։ Բայց ամեն դեպքում եւս մեկ հարց այդ ոլորտին վերաբերող, չեք կարծում, որ այն բոլոր անախորժությունները, որոնք տեղի են ունենում արվեստի, մշակույթի եւ հատկապես երաժշտ արվեստում դիրիժորական դպրոցի շրջանակներում դրանք բխում են հենց այս խնդիրներից, այսինքն երբեմն շատ գովաբանությունները մեկը մյուսին պարզապես բերում են տպավորություն ամենակարող լինելու, ամենալավը լինելու, այսինքն անազնիվ մոտեցումը արտիստին բերում է ինքնասիրահարվածության զգացողություն, Կրոլովի արակը հիշում եք։ Որ մեկը։ Այս դեպքում ձեր ասածը հիշեցի կուկուշկա տխվալի տոն կուկուշկա։ Դա լրիվ, դա իհարկե։ Դա մեր իրականությունում փաստորեն շատ ընդունված եւ ցավում եմ, ափսոս, բայց կարծում եմ, որ դա էլ կհաղթահարենք։ Դե ուղղակի չեն զարգանում, ասենք այդ կոլեկտիվները, ասեմ թե ավելի շուտ երևի անհատները, որտեղ կոլեկտիվները իրենք աշխատանք անելով փորձառության շնորհիվ գոնե զարգացումը ստանում են։ Իսկ ո՞րն է պատճառը, որ Սոնա Ազարյանը այդքան ծանրաբեռնված լինելով, այդքան ուժասպառ լինելով, այսպես ասած, ցանկություն ունի երբեմն եւ նույնիսկ հաճախ դրսևորվել նաեւ թուղթ ու գրչի ոլորտում։ Այսինքն բարբերաբար հոդվածներ եւ մեկը մյուսից հետաքրքիր հոդվածներ, հարցազրույցներ, մեկը մյուսից հետաքրքիր հարցազրույցներ, ժամանակին ռադիո, այսօր չգիտեմ կա ռադիոն թե ոչ, որպես հետաքրքրություն եւ դրսևորման հարթակ։ Չէ, TV ես ռադիոյի ռուսական նորությունների դիկտորն էի, հաղորդավարն էի, դեռ երբ որ Պրոմեթևսը հիշում ես գույցներ։ Այո։ Դա ավելի շատ վառ անհատականության դրսևորումներ են, թե համարում եք որ դա գենետիկա է, ուղղակի Սոնա ջան, եթե համարում ես որ դա ինչ-որ արժեք ունի, դա իհարկե գալիս է նրանից, որ տատիկս հայտնի Լիլի Տերմինասյանը գերմաներենի թարգմանչուհի, մայրս, որը գրում է իհարկե նրա ճարտարապետ է եւ արվեստաբան եւ գրքեր է գրել, այո։ Կզրուցենք այս տաղավարում այո, եմ շուտով կազմի։ Այսօր պատասխանատու ձիրքերից մեկն իրենն է, որովհետեւ ռուսական արվեստի թանգարանը իր պատասխանատվության ներքո է եւ այդ բարդ բեռը կրելը եւ պահպանել այդ մշակույթը եւ հնարավորություն տալ նաեւ իհարկե թանգարանային մտածողության զարգացման Օրինակ Սոնա Սերովի հիմա սկանդալը, հա, որ վլմլի դվեր ամեն օրը կարդում էինք այդ։ Ուրեմն Հայաստանում գոյացնի 3 Սերովի ուրեմն նկար, այսինքն մեկը Запасниках, երկուսը այո էքսպոզիցիայում կա եւ խնդրեմ կասկադում կարող եք այցելել։ Դրանք անտարբեր բոլոր անցնում են։ Միգուցե հիմա այդ սկանդալ այդ հետաքրություն կառաջացնի, միգուցե երևանցիների մոտ, խնդրեմ։ Հուսանք, որովհետև իսկապես ոչ միայն Սերով, այլ նաև մի շարք լավ նկարիչներ, ովքեր ժամանակին ներկայացրել են հայ նկարչական դպրոցը, այսօր էլ իսկապես մեկը մյուսից բարձր հնչեղ անուններ են եւ հիշելու
ոչ թե պատիվ, այլ պատասխանատվությունը պիտի կրենք յուրաքանչյուրս, այդ նկարիչները անտեսված են եւ թանգարանները նույնպես, կարծում եմ դա մեկ այլ զրույց է, որին անպայման կանդրադառնանք։ Ցավում եմ, բայց եթերային ժամանակը մոտենում է ավարտին։ Ունենք ձևավորված ավանդական եզրափակիչ հարց, ես եմ ասելով, ինչ եք հասկանում։ Ես եմ մայր եմ։ Կրկնակի մայր եմ։ Այո։ Ես կարծում եմ, որ ամենակարևոր գործառույթը նշեցիք, ամենակարևոր ու ամենապատասխանատու ձևաչափն ու ձևափոխությունը իքական սեռի նշեցիք եւ երևում է, որ պատվով եւ արժանապատվությամբ եք կրում այս լուծը, այսպես ասած, բայց գեղեցիկ ու արդյունաբեր արգասաբեր լուծը, որը հետագայում անպայման որպես թավջութակահար կներկայացնի Դանիին, իսկ փոքրիկին ինքը ընթացքում կորոշի, այո։ Շնորհակալ եմ, մաղթում եմ ստեղծագործական հաջողություններ, առողջություն եւ որպեսի այս վարակիչ երջանիկ մոր կերպարը միշտ բոլորիս համար օրինակ ծառայի։ Շնորհակալություն Սոնա ջան։ Շնորհակալ եմ։ Հարգելի հեռուստադիտող, շնորհակալ եմ նաեւ ձեզ, մաղթում եմ հաճելի երեկո եւ առաջարկում պարբերաբար միանալ մեզ 18:45-ին ասելու բարև ես եմ եւ ծանոթանալու մեր իրականության ամենահետաքրքիր անհատականություններին։ Եղեք մեզ հետ, մնացեք բարով։